զանգում են ասում ջրվեժի կա, ասի հագ զանգում եք հետապայի համար։ Մեկ զանգով ու մեկ հրահանգով միայն այսպես է հնարավոր տեսնել Շաքիի ջրվեժի ամբողջ գեղեցկությունը։ Աղասի Հակոբյանյանը ջրվեժի հեկի սեփականատերերից է, տուրիստների ֆոտոներն էլ ունի չեն մերժում, միացնում են ջրվեժը, հետո անջատում։ Ցերեկային ժամերի երբ որ զբոսաշրջիկներ են անում, ասենք իսկապես ջրվեժը չի գործում։ Չկա մեկ քաղաքացի Հայաստանի Հանրապետություն անկախ տարիքից, որ դիմի հետապահին կամ դիմի ինտերակոսի բոլորը հասանելը, որ ջրվեժի հարցը չապահովի, բայց դա ինքն տնավար է։ Շաքին սքանչելի է, բայց օրվա ոչ բոլոր ժամերին զբոսաշրջության տեսչության պետին էլ դա է անհանգստացում։ Ջրեղեն հրաշքն իր գեղեցկությունը թաքցնելու պատճառներ ունի, ստուգները ցույց են տվել ջրօգտագործման բնապահպանական նորմեր են խախտվել։ Հեկը պետք է ջրառ իրականացնի 1500 լիտր վարկյան քանակությամբ եւ թողքը էկոլոգիական թողքը պահպանվեր 200 լիտր վարկյան։ Սակայն էկոլոգիական թողքը չի պահպանվել։ Հեկի սեփականատերը ջրվեժը շահագործում է 90-ականների վերջից, ջրօգտագործման խախտումների մասին լսում է, ընդունելով թերացումները, չի հերքում, պատրաստ են ուղղել բոլոր սխալները ու չվնասել գեղեցկուհուն։ Բնապահպանության նախարարն էլ քննարկումներից հետո անում է իր առաջարկը Շաքիի ջրվեժը կաշխատի ռեժիմով, գիշերը որպես հեկ, ցերեկը բնապահպանական հուշարձան։ Խոսքը գնում է ըստ էության ոչ թե էկոլոգիական թողը պահպանելու, այլ ջրվեժի առաջացման ամբողջական բնապահպան ունենալու եւ նաեւ ջրվեժի իր ամբողջ ներուժ օգտագործելու տեսակետից։ Լուծումը կա, բայց դրան պետք է պատրաստ լինել նաև տեխնիկապես, ունեն այդ հնարավորությունը, կարող են տնտեսապես չտուժել, միաժամանակ ցույց տալ նաև ջրվեժի բնական գեղեցկությունը։ Ձեր տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ կարողանանք այդքան ճկուն աշխատանք եւ դադար ապահովել։ Պատրաստ են դրա հարցը լուծելու, որ դա շուտ նոր ցերտիֆիկատներ տեղադրելու, որ ավելի հարթ անցնի։ Շաքին կաշխատի գիշերը, ցերեկն էլ ցույց կտա իր գեղեցկությունը, բիզնեսմենը գոհ է, բնապահպաններն էլ ավելի հանգիստ, երբ նախագիծը պատրաստ լինի, հանրային քննարկումներ կանեն։ Բնապահպանության նախարարության նախասրահում Շաքիի հին լուսանկարներից է, երբ գեղեցկուհին թարմանա, իր ամբողջ հզորությամբ նոր ենթակառուցվածքներով, հանգստյան գոտիներով ու առանց անջատումների լուսանկարը կփոխարինեն նորով։ Մանուիրության, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։